Տիկին Վարդանյան, Արայիկ Հարությունյանը գրառում էր արել, ասել էր ոչ մի ուրիշ իշխանություն այդքան դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը այսպես ավարտին հասցնելու, ինչպես Նիկոլ Փաշինյանը, որովհետև նախկին իշխանություններից մեկը ինքնասիրահարված էր գնաց, այն երկուսը այդ սիրահարված ասելով նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանն, իսկ այն երկուսը ֆռացնելով, խաբելով, այսպես ուրիշ բան բանակցել են, եկել ուրիշ բան ասել եւ միայն այդ դուխովը Նիկոլ Փաշինյանն է, ինչպես կարձագանքեք նրան։ Ես ճիշտ եմ, չէ՞, հիշում որ խոսքը նույն Արայիկ Հարությունյանի մասն է, 2019-ին ԿԳՄՍ նախարար լինելով հրապարակում էր պաշտոնական իր էջում կեղծ բոլշևիկյան թուրքական քարոզչության մի հատ թուղթ, որ ասում էր Արամ Մանուկյանը Անդրանիկ Օզանյանին ուզեցել է հանձնել թուրքերին։ Այդ Արայիկ Հարությունյանի մասին է խոսքը, այո, նախորդ որևէ իշխանություն, կապ չունի ես որևէ մեկ անգամ իմ ուժին չհակասություն ունեցել, այդքան դուխ կուզեք, արժանապատվություն կուզեք, չի ունեցել Ադրբեջանի պահանջները կատարելու։ Այո, ճիշտ է ասում։ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մտադրություն, համարձակություն, ցանկություն ոչ ոք չի ունեցել, իրենք աննախադեպ են, առաջինն են, դա ձեռք բերում են համարում, բայց ցավալին է, որ այդ ձեռքբերումները մեզ սպանում են, բայց այո, եթե իրենք ասում են, որ իրենք առաջինն են այդ մրցույթում, ճիշտ են ասում։ Ես այդտեղ ավելացնելու բան չունեմ։ Իսկ ինչ հետևություններ արեցիք Արարատ Միրզոյանի այսօրվա բացատրություններից, ձեզ համար այն պայմանագիրը, համաձայնագիրը, որը ստորագրել են Ադրբեջանի հետ, ինչ անուն կտակ, ինչ է դա։ Դե եթե ստորագրել էր Արցախի կապիտուլյացիա, մասը Հայաստանինն է, կապիտուլյացիան դա քաղաքական ինչ-որ տերմին չէ, որ ուզում եմ գույները մքացնեմ, որովհետև պարզ բան կա, իրենք ուղիղ հայտարարում են, որ դա ստորագրել են ուժի սպառնալիքով, ասում են պիտի անենք, թե չէ, պատերազմ կլինի, եւ չեն կարողանում պատասխանել պարզ հարցի Հայաստանը ինչ է ստանում այդտեղով, կամ լավ Ադրբեջանը ինչ է զիջել, այսինքն չկա ադրբեջանական զիջում, Հայաստանը չեն կարողանում ասել ինչ է ձեռք բերել եւ ասում են ուժի սպառնալիքով։ Սա պարզապես պիտի այս պայմանագրի հետ կապված ասեմ, որ դա անգամ չի նվազեցրել Ադրբեջանից եկող նոր պահանջները, նոր նախապայմանները, որոնք նախապայման բառն են օգտագործում։ Հիմա արդեն ընդհանրապես կես ժամ անց այսօր էլ ասել են, ավելացրել են նախապայմանների սահմանադրությունը Մինսկի խումբը, դա են պահանջում նախաստորագրելու կամ ստորագրելու համար, եւ պիտի ասեմ, որ այդ պահանջները սկսվում էին Արցախով, սկիզբուն են, բայց վերջ չունեն։ Հետևաբար սա թունել է, այսինքն փակուղի տանող մի ճանապարհ է, Ադրբեջանի պահանջներով բավարարելը հույս ունենալ, որ խաղաղություն կլինի։ Ես ելույթում էլ ասացի, իրենք չեն կարող միջազգային մի օրինակ բերեն, որով ագրեսորին հնարավոր է եղել զսպել, նրա պահանջները կատարելով, դա կարող եմ ասել։ Իսկ Արարատ Միրզոյանն նաև ասաց, որ ձեզ դժոխքից է փրկել, հավատում եք։ Դժոխքից չէ, մեզ դժոխք են տարել։ Դա մոտեցնում են, չգիտեմ, գուցե ամեն անգամ որ թվում է հատակում ենք, էլի տակից թակում են, բայց այս ճանապարհը այո կարող է դժոխք տանել, իսկ Արարատ Միրզոյանը չեմ կարծում մեզ հայ ժողովրդին որևէ բանից փրկել է, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայից կախվածության մեջ դնելը դա ճշմարիտ պնդում է։